Ինչու հիմա ակտիվացավ այս իմպիչմենթի թեման ձեր կարծիքով։ Գարուն ամառ հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել։ Հիշում եք, որ ազգային ժողովի նորեր ընտրվի, ասում են դե 6 ամիս հետո ծրվելու է։ Հետո ասում էին, որ վարչապետը հրաժարական է տալու, որ ու նույնիսկ բացատրում էին, ասում էին, որովհետև ԿՊ-ի հետ հիմա հաճախ է հանդիպում։ Հետո այդ նույն մարդիկ բացատրում ասում էին, դե իրան պետք է, որպեսզի ինքը այդ Ադրբեջանի հետ գործի։ Մի խոսքով էս հերթական բաների մեջ է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունը այնքան բաց է ու այնքան հաճախ է ամեն ինչ բացատրում եւ խոսում, որ կարծում եմ այդ շահարկումները, այդ բաները մեկ օրվա կյանք ունեցող գործընթացում։ Ինչի մասին։ Իմպիչմենթի, Փաշինյանի հեռացման։ Այսինքն այն քաղաքականությունը, որ վարում եք, այն իրավիճակը, որ կա Հայաստանի սահմաններին անվտանգային, բավարար չի իմպիչմենթի։ Տեսեք, գիտեք ինչ այդ ինչ որ մեկից հանկության կարծիքի վրա հիմնված բան չի կարող լինել, հա։ Տեղի ունեցել 2021 թվականին ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել, Հայաստանի Հանրապետությունը ունի օրինական ընտրված իշխանություն, այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունը առաջինն է հարցումներով եւ ամենամեծ սատարումն ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ չգիտեմ էլ ինչ պետք է լինի, այսինքն բոլոր տեսակի հարցումներ, օրինակ AR-ի հարցումը վերջին, որը որ ես տեսել եմ, 14% է դարձել։ Ես չեմ հիշում կոնկրետ թիվը, թե ինչքան է դարձել, բայց ամենայն դեպս առաջի տեղով քաղաքացիական պայմանագիրն է եւ ես նաեւ կարող եմ ասել, որ վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փաթ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետության։ Հաջան։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով։